Հիմա մի քանի օրինակներ կբերեմ, որպեսզի ձեզ կարողանամ զգուշացնել, ոչ թե սարսափեցնել կամ վախեցնել, այլ իմանաք իրականությունը։ Ես համարում եմ, որ դրսից եկած բանջարեղենը, միրգը, բանջարեղենը ինչ որ գալիս է, քիչ թե շատ ստուգում է մեր սննդտեսության աշխատակիցների կողմից։ Եվ եթե խոտանվում է ինչ-որ մի չափից դուրս ինչ-որ էլեմենտը կամ ինչ-որ թունաքիմիկատի առկայություն խոտանվում է։ Այդ վերջերս խոտանվեցին Պարսկաստանից բերված ձմերուկների մի մասը եւ այլն։ Սակայն մեր ներքին շուկայում ոչ մի բան չի ստուգվում, ոչ մի բանջարեղեն, ոչ մի միրգ, ոչ մի կանաչեղեն։ Ահա առաջի օրինակ ցանկանում բերել հենց կանաչեղենների վրա։ Կանաչեղենները, ինչպես բոլոր բույսերը, քիչ թե շատ հիվանդանում են, հազվադեպ, բայց հիվանդանում են։ Եվ նախկինում համարյա չէր սրսկվում։ Ներկայումս գյուղացիները, մեր ֆերմերը, գիտեք, ինչքան բանիմաց, գիտուն, ակադեմիկոս ֆերմերներ են, բացի սրսկելը բարձր դոզաներով, այլ կիրառում են նաև թունաքիմիկատներ դրանց աճը կանգնեցնելու համար։ Որովհետև կանաչեղեն, որ ցանում են, չեն մտածում, որ տարբեր ժամկետներում ցանեն, որ տարբեր ժամկետներում դուրս գա, հասցնեն հավաքել, վաճառել։ Այս դեպքում միաժամանակ են ցանում, մշակում ու միաժամանակ դուրս է գալիս, սկսում է բոյովանալ, բարձրանալ։ Ու ստիպված պետք է աճը կանգնեցնեն, որ հասցնեն։ Դրա համար օգտագործում են ահավոր բարձր վտանգավոր թունաքիմիկատներից, թունաքիմիկատներ, որոնց մի երկուսից հիմա կասեմ, օգտագործում են պրոպիկանազոլ ազդող նյութ պարունակող տիլկ պրեպարատը եւ ամենահայտնի ձեզ շատ բոլորի շատ ծանոթ է բայլետոնը։ Բայլետոնը սովետի վերջի տարիներին արգելեցին, արգելված էր, հետո թույլատրեցին, ստեղ չգիտեմ ինչի է Հայաստանում, բայց ամեն դեպքում բայլետոնը թույլատրում է կիրառել 8-ից 10 գրամ ամենաշատը այս դոզայով ալրացողային հիվանդությունների դեմ։ Որպեսզի իմանաք, ինչ թունաքիմիկատ է, ասեմ, որ սովետական միության ժամանակ, երբ որ այգիները սրսկում էին բերքավակից առաջ օիդումի դեմ, որ չնեխի դեմ, որ չնեխեր, լավ օգնում էր։ Նույնիսկ դրանից ստացված խաղող, եթե ժամկետը չէր պահպանվում, սպասման ժամկետը, ստացված խաղողից, որ գինի է ստանում, մշակելուց հետո նույնիսկ գլուխները պտտվում էր, բերան դառնահամ էր մարդկանց առաջանում։ Ահա ուզում ասեմ, այս պրեպարատը թույլատրում է սրսկել 8-ից 10 գրամ 10 լիտրի այդ դոզայով։ Սակայն մեր գյուղացիները օգտագործում են 10 անգամ համարյա բարձր դոզա, 60-ից մինչև 100 գրամ 10 լիտր ջրին, որպեսզի աճը կանգնեցնեն։ Եվ ուր է գնալու, նորից հարց եմ տալիս բոլորիդ, ուր է գնալու այս թունաքիմիկատները, մեր օրգանիզմներ ու ունենալու են իրենց բացասական հետևանքները։ Մեկ այլ օրինակ, ծիրանենի, վաղահաս ծիրանենի կամ ավելի ճիշտ վաղ հասունացող ծիրանենի բարձր գին ունի։ Երբ որ ծիրանենին սկսում է հասնել, կիսը հասած ժամանակ, երբ որ մեր գյուղացիները նորից հասել են մակարդակին, ուղեղի թռիչք են ունեցել, որպեսզի կարմրացնեն, օգտագործում են ֆոզալոն պրեպարատը։ Ֆոզալոնը այրում է դրսի արտաքին մաշկի տակ գտնող որոշ բջջային շերտեր, կարմրում է, դրանք երևում են կարմիր եւ թվում է հասուն է։ Նորից պատկերացնում եք։ Հետո կարմրելուց հետո մի քանի օր հետո արդեն սկսում են վաճառել։ Հաջորդ օրինակը, շատերը գյուղերում տեսած կլինեն, հենց ֆերմերները իրանք տեսած կլինեն, շատերն այդտենց են անում, վարունգը, բանջարեղենը, սրսկում են վարունգը։ 1-2 օր հետո տանում են վաճառում են, ասում են մենք չենք ուտել։ Դա անմտություն է, դա ամենամեծ թշնամությունն է մեր ազգի նկատմամբ։ Մեր ազգի գենոֆոնդը ոչնչացնելու ամենակարճ ուղին է։ Էլ ինչ ենք մենք սպասում, որ թուրքը ոչնչացնի, թշնամին կռվի կամ Ռուսաստանը ինչ-որ բան անի մեր նկատմամբ, դա մեր ազգի վերջն է։ Պետք է դրա դեմը կանգ առնել։ Հաջորդը, մեկ անգամ ես ցանկանում եմ շեշտել, որտեղ շատ կարևոր հարց է, անվերահսկելի է ոչ միայն գյուղացիների կողմից թունաքիմիկատների կիրառումը, ինչ ուզում սրսկում են, երբ ուզում սրսկում են, երբ ուզում են հավաքում են բերքավակը, դա մի կողմ։ Անվերահսկելի է նաև թունաքիմիկատների դոզաների կիրառումը։ Եթե գյուղացուն ասում են 10 գրամին, 10 լիտրին 10 գրամ, նա անպայման 15 է օգտագործում։ Սա մեր գյուղացու նորից մտքի թռիչքն է, մեր հայ մարդու չհավատալ, էլի անհավատությունը, ոնց որ մեր ազգի մեջ կա, ինչ ասում են չեն հավատում, կասկածում են։ Մասնագետը ասում է այդքան պետք է լինի։ Ես չեմ ուզում ոչ մեկին վատ կարծիք հայտնել որևէ գյուղացու մասին, բայց մեր գյուղացիների 90% այդպես է։ Եվ հաջորդը անվերահսկելի է նաև սպասման ժամկետների պահպանումը։ Ամենակարևոր պայմաններից մեկը
թունակիմիկատների կիրառման, անվտանգության հետ միասին, թունակին դոզաների պահպանման հետ միասին, ճիշտ թունակիմիկատների կիրառման հետ միասին այդ մեկտեղ բացի դա ամենակարևորը դա թույնի սպասման ժամկետն է, այսինքն սպասման ժամկետն այն ժամանակն է, երբ որ ինչքան ժամանակ հետո թույնը կքայքավի մեջը, անվնաս կդառնա։ Մեր գյուղացին սրսկում է, ինչպես արդեն մեկ առաջ ասի, տանում է նորից վաճառում է։ Ոչ մեկը չի վերահսկում, ոչ շուկայում, ոչ գնորդը, ոչ միջնորդը, ոչ սանիտարության աշխատողները դա հնարավորություն ունեն թե չէ, բայց ոչ մի բան չեն վերահսկում։